Իրանի համար հաշվի առնելով նաև այս նոր մթնոլորտը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները նույն հարթությունում պետք է դիտարկել։ Հայաստանի միշտ Իրան Հայաստանի հետ այլ մակարդակի հարաբերություն ունեցել ավելի անկեղծ եղել, դա Ադրբեջանը համագործակցում է եւ համագործակցել է ռազմական, անվտանգային, տնտեսական լայն համագործակցություն ունեցել Իրանի ողջամին թշնամի հետ, ավելի Իրան-Ադրբեջանի հարաբերությունները միշտ զեսպողական բնույթ են ունեցել, Իրանի հետ հարաբերությունները օգտագործել է որպեսզի զեսպի Ադրբեջանին ինչ-որ գործողությունների եւ ինչ-որ բախումներին, ինչ-որ ագրեսիայից, բայց Հայաստանի հետ այդ մակարդակով չի, ավելի բարեկամական է, ավելի անկեղծ է եւ ավելի վստահություն կա Իրան-Հայաստան հարաբերությունների, չնայած դեպքեր են եղել, որ էլի խնդիրներ են եղել Իրան-Հայաստանի մինչև այդ վստահությունը, օրինակ Հայաստան եւ Արևմուտքի հարաբերությունները, այդ թիրիփի ճանապարհը, որը բազմիցս Հայաստանի գործընկերները փորձում են որ վստահացնեն, որ դա Իրանի դեմ չի, բայց ամեն դեպքում Իրանը դեռ մեծ մտահոգություններ ունի, որովհետև դա Իրանի թշնամիներ են եւ մենք իրենց ոչ է մենք տեսել ենք արաբական պետությունների մերձավոր արևելքում այդ իրենց հարաբերությունները արաբական պետությունների հետ բերեց Իրանի դեմ գործողություն եւ հերուչի նման հերակայում նման հարաբերությունները Միացյալ Նահանգները կամ այլ ուժերը փորձեն օգտագործեն Իրանի դեմ, դա է Իրանի մտահոգությունը։ Իսրայելի հատուկ ծառայությունները տեղեկություն տարածեցին, որ Իրանն է պատրաստել, նախապատրաստել, իրականացնել Նախիջևանի հարձակումը եւ կարողացել են այդ ծառայությունները կանխել նաեւ Բաքու Ջեյանի դեմ ահաբեկչությունը։ Իրանից եկավ հերքող հայտարարություն։ Բաքվուն լռեց այդ մասին։ Ո՞րն է իրականությունը այստեղ։ Իրականությունը Իրանը մերժել է, ասել է, որ Նախճավանի այդ հարձակումը Իրանի կողմից չի եղել, Իսրայելի կողմից է եղել, որովհետեւ ներքաշի Ադրբեջանին այդ պատերազմին, որովհետեւ Ադրբեջանը խոսափում էր այդ պատերազմին ներքաշի եւ սանա բոլոր այդ հետևանքները, որպեսզի ինչպեսի արաբական պետությունները ստացել, ավելի կորզանող կլիներ, Իսրայելը պահանջում էր, սպասում էր եւ փորձում էր Ադրբեջանը ներքաշի Հարավային Կովկասում էլ ջակատ բազ Իրանի դեմ Ադրբեջանի միջոցով, որովհետև դարիներ շարունակ զինում է Ադրբեջանին, մեծ լայնածավալ զինգնամեթերք է դրամադրում եւ Արցախի պատերազմին օգնել է եւ դրա դիմաց պահանջել է, որ Իրանի հարցով Ադրբեջանը օգնի, բայց Ադրբեջանը իմանալով հետևանքները խոսապեց մեդնի պատերազմին, դրա համար այդ դեպքը Իրանը վերլուծում է, որպեսզի ինչ-որ փորձ, որ Ադրբեջանին ներգրավեն, իհարկե Ադրբեջանին միշտ զգուշացել է Իրանը, եթե ներքաշի այդ պատերազմում, եթե դարաշք դրամադրի եւ իրենց Ադրբեջանի դարաշքից Իրանի դեմ ինչ-որ հարձակում լինի, բոլոր թիրախները Իրանի համար օրինական են լինելու, նաև Բաքու Ջեյհան նավթամուղի, որովհետև դա Իսրայելի ռեժիմի շահերից է, շահեր ունի այնտեղ եւ Իրանի համար օրինական թիրախ է։ Հույա, Իրան-Հայաստան գազատարը ունի թողունակությունը բարձրացնելու հնարավորություն։ Իհարկե մենք Եթե գա այնպեսի ֆորս մաժորային իրավիճակ, ոչինչ բացառել չի լինի այս օրերին, չէ՞, ով Հայաստան կարող է օգտվել այդ գազատարից լիարժեք չկանգնեցնելով իր համակարգը գազային։ Մասնագետները պետք է ասեն, որ այն չափով կարելի է այդ գազադարներին օգտագործել, բայց
երկու Իրանի կողմից ոչ մի խնդիր կամ կա, որ Հայաստանի միշտ էլ օգնի։ Քաղաքական արգելք չկա Իրանի կողմից։ Ոչ միայն հակառակ եմ, Իրանը միշտ առաջարկել է Հայաստանին, այն ժամանակ ռուսական պայմանագիրներ ուներ Հայաստանը, այդ պայմանագիրները բայդավորություններ ունի, բայց ամեն դեպքում պետք է այլընտրանքային լինի Հայաստանի համար, որը Իրանը պատրաստ է տալ այլընտրանքները ստեղծի։ Մինչև այս հայտնի իրադարձությունները խոսում են Հայաստանի վարչապետի Իրան նախապատրաստող այցի մասին։ Հիմա դա մնում է օրակարգում հետաքրքիր, կա՞։ Կարող է ժամկետի համար փոփոխություն լինի, որովհետև հիմա կայուն վիճակ չի Իրանում եւ պատերազմի ընթացքում են կամ Հայաստանը նախընտրանքային ընտրաշարքի նախընտրանքային բան նախընտրանքային շրջանում է, կարող է այդ պատճառով ինչ որ ժամանակի փոփոխություն լինի։ Շնորհակալություն, որ եկաք։ Նույնպես է, շնորհակալ։